Բարի գալուստ Լուիս Քաստ, սա պոդքաստ է, որտեղ փորձում ենք լույս սփռել բոլոր մութ հարցերին, խավարին եւ ել ավելի մոտենալ ճշմարտությանը, լույսին, ձեր մեջի լույսի ճանաչմանը։ Լուիս Քաստը ավանդույթով ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի ել ավելի հասկանանք, ի վերջո, էզոթերիկայի աշխարհում ինչ է կատարվում, այդ ինչն է, որ այդքան մարդկանց հետաքրքրում է այդ գաղտնիների, այդ թաքունի մեջ, սակայն ինչ որ ձևով մշտապես մեզ պահում է հեռու ճշմարտությունից, լույսից։ Այսօր խոսելու ենք իմ ամենասիրելի, ամենամիստիկ եւ ինձ համար ուսուցիչ դարձած հարազատ հոգի, բիզնես թվային հոգեբանության եւ Սյութայի դպրոցի մաստեր Արմենուհի Հարությունյանի հետ, ով նաև յոգ է, Սյութայի ինստիտուտի Սյութայի թվային հոգեբանության մաստեր։ Այո, Սյութայի թվային հոգեբանության մաստեր Արմենուհի Հարությունյանի հետ։ Ես քո ուսուցիչը չեմ, ես քո աշակերտն եմ։ Այո, մենք միակ ոլորտն է, որտեղ ուսուցիչ, աշակերտ, ուսուցիչ դերերում հստակ գիտենք մեր ամեն մեկս մեր պարտականությունները եւ մեր սահմանները։ Այո, եւ քանի որ խոսեցինք այդ սահմաններից, ես այսօր նաեւ եկել եմ խոստովանեմ իմ անցած տարվա ձեռքբերումներից եւ ես այսօր անկեղծանամ, ինչու եմ հենց տարին փորձում ուզում սկսել հենց կրկին քեզանով մեր այս ոդկասթով, որովհետեւ անցած տարի իրականում բավականին մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում մեր հենց կոնկրետ մեր ոդկասթը եւ ամբողջ տարին ես որևէ այլ ոդկասթ չնկարահանեցի բացի նունեից, հա, եւս մեկը։ Կարծես տարին կիսեցի երկուսի։ Քեզնով սկսեցի եւ ամռանը եւս մեկը կատարեցի։ Եվ այդ երկու ոդկասթները իրականում շատ նշանակալի դեր ունեցան իմ կյանքում եւ իմ տեսլականը հենց այս տարվա համար։ Անցած տարի կարծես քո խոսքերը տեսնողի այսպես խոսքեր լինեին, որոնք կոնկրետ հուշեցին, թե ես ինչով պետք է զբաղվեմ ամբողջ տարին։ Տարին սկսվեց հստակ ֆիլտրացիայի մեխանիզմներով, բուն հենց իմ բիզնեսի մեջ, սահմանները հստակեցվեցին, շատ գեղեցիկ հստակեցվեցին, շատ հստակ ես նաև ճանապարհային քարտեզը տեսա, թե որտեղ ես պետք է գնամ, լինելով ամբողջությամբ հենց այդ բիզնեսի, ոնց ասեմ, այդ թողու բոհի մեջ, նաև ես տեսա հստակ բոլոր բաց թողումները, բոլոր խնդիրները, շատ աշխատեցի, լեզուս դուրս ընկած աշխատեցի, բայց միևնույն ժամանակ բավականին ամրացա։ 3 էր, այո, անձնական տարիս 3 էր, անցած տարի եւ ինչպես որ ասեցիր, իսկապես դա հստակ, այսինքն առանց քո խոսքերի դա այդպես էլ գնաց, հա, էներգիան հենց այդտեղ էլ տանում էր, բայց հստակ էր, որ ինչ որ անում եմ, պետք է աշխատեմ հենց լոգիկայով, այնքան հետաքրքիր անալիզով էր, բացարձակ էմոցիա չկար, շատ հարցեր կային, որոնք բավական գուցե այլ ձևով էմոցիոնալ լիներ, բայց այդտեղ լոգիկան էր միացած։ Ինչը չեմ ասի, արդեն հենց այս տարին եկավ թե չէ, միանգամից էմոցիաները բուրըն, ուզում եմ ասեմ Արմենուհի փրկիր ինձ, դրա համար եմ եկել հարցերով։ Խնդրում եմ, այս միստիկայի դաշտից ինձ հանիր։ Ուրեմն երբ դու ասում ես, որ ես էմոցիա չեմ ունեցել անցյալ տարի, ես կարող եմ վկայել, որ մի քիչ այդքան էլ ճշմարտությանը չի համապատասխանում, որովհետև դու առանց էմոցիա, Սվետլանան առանց էմոցիա, այդ ուրեմն նշանակում է մենք Սվետլանայի մասին չենք խոսում, կամ ինքը չի այստեղ, կամ չի պատկերացնում, թե ով է իր փոխարեն նստած, բայց կարող եմ հստակ ասել, որ քո էմոցիաները ավելի զուսպ էին, որովհետև 3-ի էներգիան ոնց որ քեզ պարտադրում էր ինչ որտեղ, որպեսզի դու ավելի անալիզի միջոցով գնայր, վերլուծական մտածողությունդ ավելի զարգացնեիր ու փորձեիր էմոցիոնալ դաշտից քեզ դուրս բերել։ Հիմա այս տարի քեզ մոտ անհատական տարին 4-ն է։ Այո։ Ասել է թե քո կյանքում միստիկայի պակաս չի լինելու եւ դու պիտի զգայիր դրա ազդեցությունը հավանաբար արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամսից,
եւ արդեն հունվարից լիարժեք միստիկան քո կյանքում է բարի գալուս։ Ինքս ամենայն դեպս հասկանում եմ, թե ինչպես է դա դրսևորվում, արդեն դու սկսել ես քո առաջին ռիթրիթները կազմակերպելու վրա աշխատել եւ այն մտքերը, որոնց մասին մենք անդադար խոսում ենք, որ դու կիսվում ես, դրանք ամենակիչը միստիկայի հետ են կապված։ Այսինքն այս տարի քո կյանքում էզոթերիկան շատ կլինի, միստիկան շատ կլինի եւ նաեւ շատ կլինի քո կյանքում ցանկություն նոր գիտելիքներ ձեռք բերել։ Նոր գիտելիքներ ձեռք բերելը իրականում ամեն տարի կա, սակայն այո, միանշանակ տարին լի էր անալիզով, եղել են նաեւ էմոցիոնալ պահեր, ավարտին եմ հասցրել շատ կարևոր գործ։ Օրինակ, ինստիտուտի ավարտը, մագիստրոսական կոչումի ստացումը, շատ նուրբ եւ ինձ համար գեր էմոցիոնալ թեմաների շուրջ էր այդ աշխատանքը, որտեղ ես 100%-ով տրվել էի։ Դա այնպիսի ոլորտ էր, որը քո ասելով այն նորարարական ոլորտն էր, որը սովորաբար ինչպես որ էլի կանխատեսում էիր, ասում էիր, որ դու նորարարական թեմաները բացող ես, դա իսկապես նորարարական էր, կարծում եմ մեր հասարակության մեջ ընդհանրապես սպիի հետ ոչ ոք չի աշխատում եւ սպիին ուղակի նայում են, դե ուղակի շարակցական հյուսվածք է եւ վերջ։ Վերականգնվում է եւ մեզ ոչ մի բան չի սպառնում, մինչդեռ իմ ուսումնասիրությունները այնքան խորն էին, որ ես ինքս սթափվել էի, աչքերս բացվել էին եւ փոխարեն այդ էմոցիոնալ վիճակների մեջ ընկնելուն ուզում եմ ասեի ժողովուրդ ախր իրականում մեզ ավելի մեծ վտանգներ են սպառնում, քան այս մանր-մունր կենցաղային հարցերը, որոնց վրա բավական երկար ժամանակ եք անցկացնում, եւ անալիզը իրականում բավականին, գիտես, ես կասեի գուցե ես ընկել եմ միստիկայի մեջ այս տարի, սակայն այն փորձը, այն գիտակցվածությունը, այն գիտակցականությունը, որը ինձ տրվեց հենց տարվա սկզբից, այսինքն ինչի վրա ուշադրություն դարձնեմ, դա մի փորձ էր, որը ես կուտակեցի եւ որպես հիմա այդպես լավ բագաժ, հա, ունեմ դեպի հետագա այ գործունեությունս գնալու, թե բիզնես ոլորտում, թե կրթական ոլորտում եւ թե նաեւ գիտության ոլորտում, այո։ Քո 7 միսիայի մասին խոսեցիր բնականաբար, որ դու նորարարություն ես բերում, այսինքն փորում ես, մտնում ես, բոլոր process-ները պիտի հասկանաս, որպեսզի քեզ համար ընկալելի դառնա այդ ամեն ինչը եւ հետո նոր դրանից հետո դա որպես ապրանք դուրս բերես աշխարհ ու ասես, որ ժողովուրդ ես այսպեսի մի հրաշալի ուսումնասիրություն ունեմ, տեսեք թե ինքը ինչքան լավն է։ Որպեսզի միստիկայի հետ կապված մենք իլյուզիաներով չտարվենք, ես ուղղակի երկու բառով ասեմ, ինչ նկատի ունեմ միստիկա ասելով, քո կյանքում կլինեն իրադարձությունների շղթա, համենայն դեպս էներգիան այդպես կխաղա, կլինեն իրադարձությունների շղթա, որոնք ինչ-որ անհասկանալի, անսպասելի ձևով լուծումներ կգտնեն, անսպասելի ձևով դու հուշումներ կստանաս, այսինքն կլինեն իրադարձություններ, որ դու ինքդ էլ չես հավատա, թե ինչպես դա ստացվեց, ոնց կարողացար դու դրան հասնել, անգամ այստեղ անալիզը, որ դու կարող ես կառուցել ես, որ այս քայլից հետո այս քայլը, այսպես պիտի արվի եւ այլն, իրենք կարող են մի վայրկյանում իջիկ դառնալ ու ուղղակի վերևից ընկնի այդ իրադարձությունը գլխիդ կամ քո ցանկությունը գլխիդ եւ դրական իմաստով եւ բացասական իմաստով եւ հանդիպումների իմաստով եւ նոր մարդկանց քո կյանք գալու իմաստով դա կարող է եւս բևեռում լինել եւ այն բևեռում լինել ու դրա մասին է որ ասում եմ միստիկան շատ կլինի, այսինքն կասես այս ոնց, վաու, այսպես էլ է լինում ու ամենաշատը այս տարվա մեջ երևի դու կզարմանաս տարին սկսվել է զարմանալով գեղեցիկ է ամենը եւ ես կուզեմ նաեւ մի փոքր խոսենք ինչ ես կանխատեսում մի փոքր կխոսես այս տարվա թվային էներգիաների մասին եւ ինչ կասես ինչ է մեզ սպասում այս տարի գլոբալ դաշտում ըստ քեզ չնայած որ դու բիզնես թվային խորհրդատու ես սակայն կուզեմ նաեւ գիտես այ հենց թեկուզ բիզնեսի մեջ ինչի վրա ուշադրություն դարձնենք
Նայր այդ հարցին ես կխուսափեմ պատասխանել երկու պատճառով։ Առաջինը, որովհետև արդեն բոլոր անցքերից բոլորը դրա մասին արդեն 3-4 ամիս է խոսում են, բոլոր թվային հոգեբանները, բոլոր աստղաբանները, բոլոր էզոթերիկները, բոլոր անալիտիկները դրա մասին խոսում են։ Ես ինքս նման ուսումնասիրություն չունեմ եւ չեմ կարող ասել, թե ինչպես տարին կանրադառնա գլոբալ ամբողջ մարդկության վրա, բնականաբար ինքը վերադասավորումների, բնականաբար նոր երարխիկ կառույցների, էներգիան այդպեսին է, բնականաբար նոր ստրատեգիա մշակելու տարբեր երկրների տեսանկյունից եւ առհասարակ մեր երկիր մոլորակի տեսանկյունից այդպիսի տարի է, բայց ամենակարևորը լսելով այդ բոլոր ուսումնասիրությունները, որոնցից շատերի մեջ այսպես անխնա նույնիսկ վախի եւ տագնապի նոտաներ են լցված, որ սպասեք, տեսեք ինչ է լինելու, այստեղ կատակլիզմ է լինելու, այնտեղ աշխարհը գնալու է երկրի տակ, այնտեղ Աստված բարկանալու է մի օր ձեզ բոլորիդ վերացնի, ու այդ ամբողջ նեգատիվ ինֆորմացիայի ազդեցության տակ դու երբեմն լսում ես ու հասկանում ես, որ վայ այն մարդուն, ով ունի, ասենք, ոչ այդքան հասուն հոգևոր մակարդակ կամ ոչ այդքան ոնց ասեմ, մաքուր պրիզմա կամ էմոցիոնալ ինչ-որ ծանր վիճակում է, ու դու հասկանում ես, որ այս խոսքերը ու այս տեսակ վերլուծությունները կարող են ուղղակի ճակատագրական լինել այդ մարդկանց կյանքում։ Պատկերացնում ես։ Լրիվ, հա, այնքան գեղեցիկ է դա բացատրել։ Դա անշնորհակալ գործ է ասել, թե ինչպիսին է լինելու տարին գլոբալ առումով։ Այ գիտես ինչու եմ ձեր։ Ինչպիսին է լինելու տարին ու ամբողջ շեշտադրումը դնել տարվա հենց բացասական կողմի վրա, իսկ դրականը ուր մնաց։ Առավել եւս, երբ յուրաքանչյուր մարդ անցնում է իր անձնական տարին, այսինքն 2026-ը, որի թվերի միասնությունը 1 է լինում, դա բացարձակ կարող է կապ չունենալ քո անձնական տարվա էներգիայի հետ, դա կարող է միայն ֆոնային գնալ։ Այսինքն առաջին պլանում քո անձնական տարին է, հա, ինչպիսին էր իմ անձնական տարին, այսինքն անցյալ տարի, քո անձնական տարին 3-ն էր, իմը 1-ն էր, այս տարի ինձ մոտ 2-ն է սկսել։ Այ որ խնդրեմ մեկ բառով, ընդամենը մեկ բառով, արի այսպես։ Իմ անձնական դիցուկ, իմ անձնական տարին 1-ն է, եւ ասում ենք իմը չի, բայց դե բոլոր դեպքերում միջև 9 գնում ենք։ 1-ը, ինչ սпасել 1-ով անձնական տարի ունեցողի կյանքում, մեկ բառով։ Կարող եմ ասել ինչպես հաշվել անձնական տարին, դուք գումարում եք ձեր ծննդյան օրվա թվերը, եթե դրանք երկնիշ են, եթե միանիշ են, վերցնում եք մեկ թիվը, գումարում եք ձեր ծննդյան ամսվա թվերը, հանրագումարը, եւ գումարում եք ընթացիկ տարվա թիվը։ Այսինքն, եթե ասենք դու ծնվել ես 1900 թվին։ Չէ, ասենք 8 պլյուս ծնվել ես ամսի 8-ին 10-րդ ամսին 9, հա, գումարում ես այս ամսվա թիվը լինում է ինչ 10, նշանակում է քեզ համար տարին 1 է։ Այսինքն տարեթիվը չենք ավելացնում, հա։ Ծննդյանս տարեթիվը չէ, այլ այս տարիվա թիվն է, հա, всё, նշանակում է, որ դու այս տարի 1 թվի արևի էներգիայի տակ ես։ Այ հենց հիմա շատ խնդրում եմ, հենց հիմա այդ գումարում հանումը կատարում եք ձեր ծննդյան օրը, ամիսը եւ այս տարվա թիվը։ Այսինքն, դիցուկ դուք ծնվել եք մայիսի 3-ին։ Ինչ որ թիվ։ Մայիսի 3-ը 3, մայիսի թիվը 5-ն է, գումարում ենք 3-ին գումարում ենք 5 եւ այս տարվա թվերը։ Ճիշտ է? Ճիշտ եմ հասկանում։ 1 միանգամից կարող եք մեկ գումարել, որովհետեւ 2026-ը 1 թվի էներգիայի տակ է։ Եվ այդ թիվը գումարեք եւ խնդրում եմ մեկնաբանություններում գրեք եւ այստեղ Instagram եւս ակտիվ ենք, հիմա live-ի մեջ ենք։ Խնդրում եմ, այո, մենք նաեւ live-ի մեջ ենք, կարող ենք ողջունել։ Եվ խնդրում եմ միացեք, գրեք ձեր թիվը, շուտ գրեք, քանի դեռ կարող ենք Արմենուհուն խնդրել այդ հարցին պատասխանել։ Ես կարող եմ շատ արագ անցնել, խոսեցի 4-ի մասին,
կխոսեմ 3-ի մասին, 3-ը գտնվելու է նրանք, ովքեր անձնական տարին 3 են, նրանց մոտ միանալու է ավելի անալիտիկ մտածողությունը եւ տարին ինքը համարվում է 9 տարեանոց ցիկլի մեջ լավագույն տարիներից մեկը 3-ը։ Այսինքն, եթե դու 3 անձնական տարին ունես, նշանակում է, որ դու կարող ես շատ մեծ հաջողությունների հասնել, եթե գնում ես դրական ճանապարհով եւ կարող ես հակառակը ընկնել ազարտի մեջ եւ կործանման գնալ, եթե գնում ես բացասական ճանապարհով, խաղամոլություն, տարբեր տեսակի տեսակ արատային ինչ-որ բաներ եւ անհրաժեշտ է, որպեսզի ձեր յուրաքանչյուր քայլը դուք պլանավորեք, յուրաքանչյուր քայլը գրեք, կազմակերպեք, վերլուծեք, սառը վերլուծեք եւ կարողանաք ըստ դրա նաեւ ձեր ճանապարհային քարտեզը կառուցել։ Որպես կանոն, նրանք, ովքեր 3-ը անցկացնում են ավելի դրական բևեռում, պլյուս բևեռում, նրանք շահած են դուրս գալիս բոլոր առումներով։ Եվ հոգևոր առումով, նայած ինչ ոլորտում են, ինչով են զբաղվում եւ այլն, եւ էներգիայի առումով, եւ ձեռքբերումների առումով, եւ ֆինանսական առումով։ Երկուսը։ Խոսեմ, ինչ է սպասում ինձ այս տարի։ Գեղեցիկ անցում է։ Արդեն ես նույնիսկ ստորի էի դրել մի քանի օր առաջ, արդեն ես դրա ազդեցությունը տեսնում եմ անցյալ տարվա վերջից։ Այս տարի լինելու է մի փոքր ինձ համար դանդաղ, մի փոքր հարաբերությունների, ընտանիքի, մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու միջոցով զարգանալու, ինչ-որ արդյունքների հասնելու տարի։ Անդադ չելենջ է լինելու իմ կյանքում, որ ես ուզելու եմ հարաբերությունների վերջ դնել։ Դրանք կարող են ցանկացած հարաբերություններ լինել։ Իսկ դա մինուս է թե պլյուս է, եթե օրինակ դու բաժանվում ես։ Օրինակ, ինչ որ մեկի անձնական թիվը դիցուկ 2 է եւ նա ամուսնացած է, որքան հասկանում եմ, հենց այդ ժամանակ կռիվներ են լինում։ Եթե դու որոշում ես բաժանվել, դա մինուս է թե պլյուս է։ Էներգիան քեզ անդադ կբերի այդ մտքին, այդ ցանկությանը, որպեսզի դու այդ հարաբերությանը վերջ դնես։ Եթե մենք զույգի մասն ենք խոսում, ես ճիշտ հասկացա, եթե դու մտածում ես կինը եւ ամուսինը ուզում են բաժանվել, ինչ պետք է արվի, այսինքն դա էներգիայի բացասական ազդեցությունն է քեզ վրա։ Դու պետք է հասկանաս, որ այդ պահին, հատկապես 2-ի մեջ, 2-ի էներգիայի տակ դու ինչ որտեղ զուրկ ես անալիտիկ եւ օբյեկտիվ վերլուծության ունակությունից եւ շատ լինելու ես լուսնի ու սուբյեկտիվ էներգիայի ազդեցության տակ։ Մակընթացություն, տեղատվություն, չէ՞։ Համենայն դեպս անհրաժեշտ է, եթե հնարավոր է, այս տարին դնել պաուզայի վրա ինչ որ շատ ճակատագրական հարցերում որոշումներ կայացնելու համար։ Իրականության մեջ նաև իր հետ բերելու է բազմաթիվ բոնուսներ, շահույթ եւ այլն, 5-րդ չակրայի բացում, խոսք, ելույթներ, ոդկասթներ։ Մի խոսքով Պոդկասթները շատ կլինեն, իսկ 4-ին չի սպասում պոդկասթներ։ Բնականաբար։ Դե Պոդկասթ բոլորն են սպասում, ցանկացած կնոջ սպասում է պոդկասթ, որովհետև կանայք ինչի համար են հիմնականում գեղեցկացնելու այս ամենը։ Այո, ինչ որ մեկը տրանսֆորմացնելու, ինչ որ մեկը փափկացնելու, մեղմացնելու, ինչ որ մեկը սովորեցնելու, թե ինչպես պետք է ապրել, դասեր տալու համար, բայց բոլորը արդյունքում ուզում են աստղ դառնալ։ Այո, իրականում մեր նպատակը հենց մեր գեղեցիկ բոլոր կանայք մի քիչ յոթ են, այո, մի քիչ յոթ են, այո, դառնել։ 5-ի մասին խոսենք։ 5 էներգիայի ազդեցության տակ գտնվողները կարող են այս տարի շատ համարձակ սկսել ընդարձակել իրենց գործունեությունը։ Դա կարող է վերաբերվել լոգիստիկայի ոլորտին, բարձր տեխնոլոգիաների, մոդայի ոլորտին, կարող են վաճառքի ոլորտ գնալ, առհասարակ կարող են ընդարձակել իրենց տեսահորիզոնը, իրենց սահմանները եւ փորձել մասշտաբի հասնել, որովհետեւ 5-ի էներգիան տալու է այնպիսի զգացողություն,
այնպիսի հնարավորություններ, այնպիսի ռեսուրսներ է տալու, որ դու ցանկանալու ես մասշտաբի հասնել։ Բայց միևնույն ժամանակ կա սոցիալում այսպիսի մի ասույթ, որ հին պահված կմախքները պահարանից թափվելու են դուրս։ Այդ հինգերի համար ինչպես բացվելու են բոլոր այն գաղտնիքները, կա հնարավորություն բացվելու։ Ես խնդրում եմ ուղղակի պարզապես միանշանակ ոչինչ պետք չի ընդունել, որովհետև չկա վերին ճշմարտություն։ Մենք բոլորս շատ մարդիկ ենք։ Շատ յունիկ հոգիներ ենք, մեր զարգացածությամբ, մեր վիբրացիայով, մեր աշխարհընկալումներով եւ ամեն մեկի մոտ մի ձևով կարող է սա խաղալ։ Հա։ Մենք քննարկել ենք սա։ Մենք խոսում ենք, թե ինչի մասին է խոսքը։ Այո, նաեւ այն մարդիկ, ովքեր որ մեր կողքն են, չէ՞ որ նրանք էլ են ազդելու։ Ի վերջո դու ընտրությունը դեպի դրականը տանես, թե դեպի բացասականը։ Իրականում չեմ կարող ասել, որ միանշանակ իրենք են ազդելու, որովհետև մենք ենք որոշում կայացնում։ Մենք ենք որոշում, նաև ովքեր են մեր կողքին։ Եթե մենք դա ընտրում ենք, եթե մենք, այո, մենք խոսում ենք գիտակցվածության մասին։ Մենք եթե խոսում ենք ընդհանրապես էզոտերիկայից կամ եթե խոսում ենք նմանատիպ դպրոցների մասին կամ թեկուզ հենց յոգայի մասին, մենք խոսում ենք նրա մասին, որ վերջապես հարգեք մեղադրել ձեր ծնողներին, ձեր տատիկներին, պապիկներին, ձեր ամուսինների ընտանիքներին, բոլորին, երեխաներին եւ ձեր բոսերին, ձեր շեֆերին, բոլորին թարգեք մեղադրել եւ պարզապես տերը դարձեք ձեր կյանքի։ Եվ նույնը նաեւ պատասխանատվությունն է եւ սոցիալ դպրոցի ամբողջ ինստիտուտի ամբողջ ինստիտուտ բառը ընդհանրապես հետաքրքիր բառ է, ինքը դեպի ներս գնալու արվեստ է։ Այ հենց սոցիալ ինստիտուտի իմաստը նաեւ դա է, չէ՞, հենց այդ շատ հոգեվոր գիտելիքներ այո, որ տերը դարձիր, էլի, պատասխանատվությունը ինքը քո վրա, քեզ վրա ցանկացած իրավիճակի եւ ցանկացած քայլի նկատմամբ խոսենք 6-երի մասին։ Խոսենք 6-երից։ 6-երը անհամբեր սպասում են։ Ես այսպես մի քիչ այսօր քաոտիկ կանեմ, ոնց սիրում է անել 7-ը, այո, միսիա 7-ը։ 6-երը երկու էներգիա կա, որ ասացի, որոնք դրական են, հա, ամբողջ 9 տարյանոց ցիկլի մեջ Վեներայի էներգիան 6-ը դրականներից մեկն է։ Ինչպես այն կարող է երևալ։ Ամբողջ տարվա ընթացքում մարդը ցանկություն կունենա անդադ իր կոմֆորտի մասին խոսել, իր գեղեցկության, իր տեսքի, արդյոք դու ինձ դուր ես գալիս, եթե ինչ-որ մեկը ինձ դուր չի գալիս, ինձ կոմֆորտ չի, ես անմիջապես կհրաժարվեմ այդ հարաբերություններից, այդ շփումից, հագուստս կոմֆորտ չի, ես չեմ հագնի սա, իմ սուրճը պիտի ժամանակին լինի, ես պիտի ճամփորդեմ շատ։ Կոմֆորտի մասին է։ Այո, կոմֆորտի մասին։ Եվ բնականաբար կոմֆորտ հարաբերությունների մասին։ Եվ բնականաբար արվեստի մասին։ Այսինքն գալիս է մեր կյանք գեղեցկություն, գեղեցկության էներգիա, արվեստի էներգիա, հա, որտեղ մենք մեր հոգու համար ենք ապրում, որտեղ մենք ապրելու համար ենք ապրում, որտեղ մենք սավառնելու համար ենք ապրում, բայց միևնույն ժամանակ կա այնպիսի վտանգ, որ կարող են սրվել քրոնիկ հիվանդություններ։ Հա, որտեղ պետք է ուշադիր լինել, ուղղակի միգուցե օդը շատ անում է, վերջը, մի խոսքով, էլի շատ անհատական եւ ամեն դեպքում 6-ը համարվում է լավագույն էներգիաներից մեկը, այնպես որ շատ դեպքերում, երբ ես կոնսուլտացիա եմ անում ու գալիս են ինձ մոտ մարդիկ, որոնց անգամ անհատական տարին 6-ը չի, բայց անհատական ամիսը 6-ն է, ես ուղղակի ասում եմ, ես հիմա ոչինչ քեզ չեմ ասում, վերցնում ես տոմս ու գնում ես գալիս երկրից։ Ճանապարհորդելու մասին է փաստորեն 6-ը։ Անջատում ես հեռախոսդ, գնում ես դու ինքդ քո կյանքով ապրելու, քեզ սիրելու, մեզ սիրելու մասին է իրականության մեջ 6-ը։ Մենք սկսելու ենք մի փոքր մեզ սիրել։ Հա։ Դե գնանք 7-երին։ 7-երին քաոտիկ չանենք։ Չէ, քաոտիկ չենք անում։ Տես անալիզս միացավ։ 7-եր։ Ալի խոսենք։ Միշտ 7-երից կարելի է խոսել։ Այո։ 7 թվի էներգիան։ Մի հատ կարևոր ինֆորմացիա հասամ 7-ի հետ կապված։
որը արդեն սոցիալի տեսանկյունից բազմաթիվ անգամ վերլուծվել է եւ մեծ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, երբ 7 անհատական տարվա մեջ են, որևէ անշարժ գույք գնել կամ վաճառել չի կարելի։ Սա միանշանակ։ Չենք առնում, չենք վաճառում։ Իսկ որ թվի, որ երբ որ անձնական թվի մեջ է, ոնց անենք։ Որի ժամանակ կարելի է ինչ-որ տուն առնել։ Առաջինում կարող եք ձեռք բերել, երկրորդ միայն 7-ում չի կարելի։ Հա, այն մնացածում կարելի է։ Նոր 9-ում էլ է, օքեյ։ Այո, 9-ում էլ կարող եք գնել, բայց 7-ում չի կարելի։ Ինչու՞, որովհետև արդյունքում ամիսներ կամ տարիներ անց դու պարզապես զրկվելու ես այդ գույքից։ Ինչ հաշվի առեք, խնդրում եմ, ովքեր այս տարի 7 են, ընդհանրապես չառնեք, ոչ ման չառնեք։ Սպասեք։ Սպասեք, թող տարին անցնի, բայց ինչ կարելի է անել, այդ դեպքում ինչ անեն։ Դες լավ նշան էր։ Չգնել, չվաճառել։ Չէ, իսկ ինչով զբաղվեն, էլի, ասենք այնտեղ ռիելթորները։ Հա, չէ, եթե ռիելթորների մոտը պոդքասթս ինչ տակ են տալու ես։ Բայց իրենք միջնորդներ են միայն, վաճառողը եւ գնորդը տարբեր մարդիկ են։ Ամեն դեպքում, ինչպեսին է լինելու 7-ը։ 7-ը իրականում ունի երկու ծայրահեղություն, կամ դու կարող ես աստղ դառնալ, կամ դու կարող ես հայտնվել հատակին։ Չկա կենտրոն, չկա միջին վիճակ։ Եվ որպեսզի 7-ը դրական ազդեցություն ունենա եւ այդ քաոտիկ ազդեցությունը չբերի քո կյանք, իսկ դու անդադար զգալու ես, եթե 7 է քո անհատական տարին այդ քաոտիկ ազդեցությունը, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դու կարողանաս մի քիչ յոգայական, մի քիչ կարգավորված, մի քիչ հոգևոր կյանքով ապրել, հոգևոր պրակտիկաների մեջ գնալ, հա, զբաղվել յոգայով, քայլել շատ, ինչ-որ մեդիտացիաներ անել, աղոթել, տեխնիկաներ անել, այսինքն այդ նեգատիվը դուրս բերել ամբողջ մարմնից, էներգիայի բարձրացման, որպեսզի դու կարողանաս անցնել այդ 7-ի միջով ու դառնաս աստղ։ Եվ ոչ միայն անցնել, որովհետև այստեղ դու կարող ես փայլել, դու կարող ես հաջողությունների հասնել, դու կարող ես բեմի վրա հայտնվել եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ 8-ը։ Չէ, մի րոպե, մի հատ հարց։ 7-ի մինուսը ո՞րն է։ Օրինակ, եթե սկսեն քաոս։ Չէ, մինուսով եթե գնան քաոսից բացի, օրինակ, եթե գնան խաղալու կամ բանով այնց ինչ որ չարաշահումներ անեն, հա, բաներով, սեդատիվներով։ Բոլորի պարագայում չարաշահումները բացասական բևեռի մեջ են, բայց հիմնականում 7-երը կարող են հայտնվել շատ լուրջ խորը դեպրեսիայի մեջ։ Հա, պատկերացնում ինչ։ Կարող են նույնիսկ գժվել։ Այո։ Հա, կարող են փոսում հայտնվել։ Դժվար, խնդրում եմ, խելոսամատիկի։ Հա, 7 էր, այս տարի դες լավ պահեք։ Եթե կուզեք ավելի մանրամասն, միշտ հիշեցնեմ, որ Արմենուհին նաև անձնական խորհրդատվություններ է իրականացնում եւ կարող եք նաև այդպես իրեն դիմել։ Համեցեք։ 8-երի մասին խոսամ։ 8-երի մասին բոլորս գիտենք, հա, ավելի պրագմատիկ գիտակցության 8-երի մասին, բայց տարին էլ է այդպեսին։ Տարին դրթելու է, որպեսզի դու շատ աշխատես ու մտածես, որ եթե չաշխատես, դու արդյունք չես ունենալու։ Ու բնականաբար դու նաև այդ աշխատանքից իրոք արդյունքներ կարող ես ունենալ եւ կարող ես հաճույք ստանալ, որովհետեւ չես նեղվի, որ դու շատ աշխատում ես, էներգիան այդպեսին է, ուզելու ես աշխատել։ Որտեվ 8-ը շրջված անվերջություն է, քեզ թվում է թե անվերջ էներգիա ունես։ Այո, անվերջ էներգիա ունես, շատ պրակտիկ են նույն սոցիալի մեջ ասում են, եթե աշխարհը կործանվի, 8-երը կասեն, ես ինչի հետևից եք ընկել, գնացին գործ անենք։ Եվ մոտավորապես այսպիսի նոտաներ կան տարվա մեջ, հա, այս ինչեր գնացին գործ անելու, խորհուրդ չի տրվում իհարկե 8-ի մեջ բացել նոր բիզնես կամ նոր իրավաբանական ինչ-որ գործունեություն ձևակերպել, խորհուրդ չի տրվում 8-ի մեջ ամուսնանալ եւ անհատական տարի 8-ում խորհուրդ չի տրվում ամուսնանալ։ Դա էլ երկարատև
մտածելու տեղիք է, իսկ 7-ում էլ որ ամուսնանան չի ունենա։ Եվ անհրաժեշտ է պարզապես ամբողջ ուժը դնել արդեն ունեցած պրոյեկտների կամ գործունեության ավելի խորացման, ավելի մասշտաբայնացման, ավելի բարելավման, նյութականացման վրա իրավաբանական տեսանկյունից պետք է զգուշ լինել, փաստաթղթերի հետ կապված, առհասարակ 8-ին եւ 8-րդ տարում խորհուրդ չի տրվում պարտքով գումար տալ, պարտքով գումար վերցնել, իհարկե եթե դա չի վերաբերում բիզնեսի մեջ ներդրում անելուն, ամենայն դեպս հստակ պայմանավորվածություններ պիտի լինեն այդ առումով, վատ տարի չի, կարմիր տարի է համարվում, այսինքն դու ինչ ցանել ես այդ 7 տարիների ընթացքում, դու 8-ում կարող ես հավաքել դրա արդյունքները, կարող ես հավաքել եւ լավ արդյունքներ եւ առողջ պտուղներ եւ կարող ես հավաքել ոչ առողջ պտուղներ, կախված արդեն դու ոնց ես անցել քո ճանապարհը։ Եվ վերջապես վերջապես 9-ի մասին որ խոսեմ, իդեպ մեր լույսը անջատվեց։ 9-ի մասին խոսեմ, 9-ի մասին անցյալ տարի այնքան խոսեցին, տարին 9 է, սա այսպես է, այնպես է, այո, փակում ենք ցիկլը։ Նրանք, ովքեր 9 թվի ազդեցության տակ են։ 9 լույս է խավարա ծրում։ Չի կարելի այդպես ասել։ Ընդհակառակը, գիտես, շատ հարցերում ուղղակի վերջակետ է դնում։ Հա, դե հենց այդ է, էլի վերջնական։ Ստիպում է, որպեսզի դու մի հատ այդ փուլում կանգ առնես ու մաքրես, որպեսզի արդեն պատրաստվես հաջորդ փուլին։ Ու դրա համար կարող ես ունենալ կորուստներ, խորհուրդ է տրվում, որպեսզի անպայման առողջությունը ստուգեն, կարող են դրանք լինել տարբեր տեսակի կորուստներ, թե նյութական կորուստներ, թե հոգևոր կորուստներ, այսինքն ցիկլը ավարտում է։ Կորուստներ, այո, եւ հիմնականում այսպիսի մի հատ խորհուրդ կա, որ եթե դու գիտակցաբար ես անցնում քո 9-րդ էներգիան, դու կարող ես ինքդ գիտակցաբար ազատվել այն բեռերից, այն բալաստից, հա, որ դու տարիներ քո օդապարիկում ունեցել ես, որպեսզի կարողանաս հետո վերև թռնել։ Եթե դու գիտակցաբար չես ազատվում դրանից, տեզերքը ինքը քեզ ստիպում է, որպեսզի ազատվես, իսկ այդ պարագայում կարող է շատ ավելի ցավոտ լինել, քան եթե մենք ինքներս ենք գիտակցաբար ազատվում, պետք չի վախենալ, պետք չի մտածել, 9-րդ տարի, վայ, աշխարհի վերջը, այս ինչ պիտի լինի, բայց ոնց եմ անցնելու, բայց ոնց պիտի լինեմ, ընդհանրապես պետք է հասկանալ, որ էներգիան այսպիսին է, ու պետք է այդ էներգիայի հետ համերաշխ գնալ առաջ, ու պարտադիր չի, որ դուք կորուստներ ունենաք, կլինի այդպիսի էներգիա, բայց դարձյալ կախված է մեր էմոցիոնալ, մեր հոգևոր, մեր վիբրացիոն վիճակից, թե ինչպես ենք մենք համագործակցություն տեզերքի ու տեզերական ուժերի հետ եւ ինչպես է տեզերքը մեզ դրա դիմաց փոխհատուցում, այսպես ասեմ։ Իսկ եթե մեկ բառով ասենք, ելի տես, իսկ եթե մեկի մասին խոսենք, դե լավ, արի մեկի մասին խոսենք։ Մեկից շատ քիչ խոսեցինք, չէ՞։ Չենք խոսել։ Հա, չենք խոսել։ Գիտես ինչ, եթե անցյալ տարի դու ինձ այս հարցը տայիր, ես կխոսեի կամ երևի տվել ես ասել եմ, հա, որ պիտի նոր փուլ է սկսվում քո կյանքում։ Դու դնում ես հիմնակար քո 9 տարեանոց ցիկլի եւ ինչպիսին լինի քո հիմնակարը, այդպիսին լինելու է նաեւ քո 9 տարին առաջիկա։ Եթե անցյալ տարի խոսեինք, ես այս նույն բառերն էի ասելու, հիմա էլ եմ ասում եւ բնականաբար դա այդպես է, այսինքն նոր պրոյեկտ է պետք սկսել, նոր գործ է պետք սկսել, նոր փուլ է պետք սկսել, ինչ որ մի բան նոր քո կյանքում դու պիտի սկսես։ Բայց հիմա ես մի քիչ մեկը կվերլուծեմ իմ տեսանկյունից, որովհետեւ ես անցյալ տարի անցել եմ իմ անհատական տարի մեկը։
ու մենք գիտենք, դու գիտես, թե ես ոնց եմ անցել այդ անհատական տարի մեկը։ Այդ անալիզի տարին, անալիզի ամիսը, չէ, մարտին։ 4 Ու կարմիկ օրը 4 էր, այո, հա, ու կարմիկ օրը մարտի 8-ին։ Այո։ Չարաբաստիկ, բայց մյուս կողմից նաև դրական, որովհետև շատ նաև էմոցիոնալ տարի էր մեզ համար։ Բավական էմոցիոնալ, նաև գնահատելու տեսանկյունից։ Իմ կյանքում երկու շատ նույն տարիքի երկու կին կային եւ մեկի պարագայում ցավոք իրեն կորցրեցի եւ բայց այդ վախը քեզանից սկսվեց ես չէի պատկերացնում որ իմ կյանքում օրինակ ինչ որ մի պահ կարող է լինել որ դու ես զանգեմ ու դու ինձ իմ հեռախոսը զանգին չպատասխանես եւ այդ պահին երբ որ հետդ խոսում եմ ու ասացիր գիտես ողնաշարժ կոտրվել է ես հիշում եմ կարծես ոտքերիս տակից կոտրվեց վերացավ հատակը ընդհանրապես այլևս էլ գետին չէի զգում եւ վախը ավելի շատ ինչ չլինելու վախը երբ որ դու իմ կողքին չես այ ես այդ վախը զգացի այսինքն ես նաեւ հասկանում եմ որ ես ինձ սիրում եմ երբ որ դու իմ կողքին ես հասկանում ես ես ինձ լավ եմ զգում երբ որ դու ես իմ կողքին այսինքն դրանով ենք մենք հենց հավանաբար իրար բան անում էլի հիմա ավելի շատ քո մասին մտածեցի դե ես հենց դրա մասին եմ ուզում խոսել ես անցած տարի իհարկե նաև հասկացա որ չկա այդ վերին գաղափարները չէ մենք բոլորս ուզում ենք ապրենք ու ես հասկացա որ իմ կյանքը շատ սին ու դատարկ կլինի եթե դու իմ կողքին չլինես եւ դա էգոիստիկ է միանշանակ բայց մյուս կողմից այո քո գեղեցիկ ապրելու արվեստը քո ապրելը ընդհանրապես քո շնչել արտաշնչելը քո էներգիան բավական հենց թեկուզ քո արձագանքները քո ռեակցիաները հա այդ ձևով դու նույնիսկ հենց այդ ժամանակ մեզ էիր սովորացնում այլ ոչ թե մենք ես այստեղ Սվետլանան արեց իմ գովքը շնորհակալություն ծափեր հիմա նայեք կա այսպիսի մի հատ շատ հայտնի ճշմարտություն որ մինչև քո սեփական կաշվի վրա չզգաս դու չես կարող շատ ճիշտ բացատրել թե ինչպիսին է ասենք այդ էներգիան ես ինքս այնպեսին եմ քանի որ միսիայի 2 եմ ես մինչև չզգամ չանցնի մինչով չտեսնեմ թե դա ոնց դրսևորվեց ես չեմ կարող լիարժեք ասել բոլոր մնացած ինֆորմացիաները անգամ եթե ես տալիս եմ ես փորձել եմ գնալ նաև իմ անձնական վերլուծությունները հետադարձ հայացքով նայել եւ այնտեղից բերել այդ ինֆորմացիան որովհետեւ ինչքան էլ լինի գիտություն սյուցայը թվային հոգեբանությունը կամ ինչքան էլ ես հոգեվոր եւ էզոտերիկ տեխնիկաների մեջ լինեմ միևնույն է իմ անձնական փորձը ինձ համար ամենաարժեքավորն է շատ հետաքրքիր էր մեկը ասեմ ինչով նախ երբ ստացվեց այնպես որ ես ընկա ձիուց եւ ողնաշարս կոտրվեց ես ասեմ ինչ պիկի վրա ընկա ես գնացել էի ձիավարություն դե գիտես 10 տարի ես զբաղվում եմ ու այսպես արդեն այնքան լավ էի վարում էգոս այնպես էր բարձրացել նույնիսկ հումորներ էի անում ու ասում էի եթե մի քանի դասի էլ գամ երևի ինձ արդեն կտանեք մրցումների ինձանից գո էգո ու երբ արդեն նստած էի ուղղակի անհատական 3 էր չէ անհատական օր 3 էր հա ամսի 8 օր 3 էր այո նայր ինչ է նշանակում ազարտի մեջ ընկնելը ես ես լրիվ վերլուծություն եմ ասում անհատական օր 3 ազարտի մեջ ընկնել կարծեմ անհատական օր 3 էր 4-րդ ամիս անհատական որ ինչ որ անհասկանալի ձևով եւ անձնական տարի 1 ձին որոշում է որ պիտի վախենա ինչ շփորտում է փախնում է ու ես հայտնվում եմ ողնաշարի կոտրվածքով մի խոսքով իր բոլոր պատմություններով եւ այլն շտաբօգնություն վիրահատել չվիրահատել կարելի է չի կարելի բոլոր մասնագետները ամբողջ աշխարհը տարբեր խորհուրդներով իմ էմոցիոնալ վիճակը թե ինչպիսին է ամենահետաքրքիր ու կարևորը ինչ ես հասկացա իմ անցած մեկում ես գիտեի որ ես նախագիծ եմ սկսելու
ու ես արդեն իմ գլխում բազմաթիվ նոր նախագծեր էի պլանավորում, որովհետև գիտեի եկավ անհատական տարի 1-ը, ես պիտի սկսեմ նոր պրոյեկտ։ Դե սկսիր նոր պրոյեկտ, ամսի մարտից մինչև, չգիտեմ երբ, մայիս անշարժացած պարկած, հիշում ես, մայիսի սկիզբն էր, հա։ Պարկած եւ դրանից հետո ոչ լիարժեք կյանքով եւ այլն, բայց միևնույն է, այդ միտքը չէր գնում գլխիցս, որ ես պիտի նոր պրոյեկտ սկսեմ։ Բնականաբար ես այդ նոր պրոյեկտը տարվա վերջում սկսել եմ, հարցը դրա մասին չի, բայց ոնց աշխատեց մեկը, քանի որ մեկը ինքը նաև ստրատեգիկ եւ հիերարխիկ էներգիա է։ Ես հասկացա, որ ես Արմենուհիս, որը ամբողջ օրը թաղված էր իր գործերի մեջ, տարիներ շարունակ, այստեղ սովորել, այնտեղ սովորել, այս պրոյեկտը այն գեղեցկացնել, անձնական աճով զբաղվել, մարդկանց, այո։ Իգիտություն, եթե չգիտեք, Արմենուհին Հայաստանում գործող լավագույն event management-ի ընկերության, event management-ով զբաղվող ընկերության հիմնադիրն է եւ մեր Հայաստանում տեղի ունեցող եւ ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող լավագույն գեղեցիկ միջոցառումները հենց նրա ձեռքերով են արված, այնքան գեղեցիկ միջոցառումներ, որոնց շնորհիվ մեր Հայաստանը հայտնվել է Harper's Magazine ամսագրում, դա մեծ պատիվ էր, այնպես որ մի քանի միջազգային mod events-ը, հա, այդպես։ Mod events, mod weddings, ամեն դեպքում բիզնես այդ արանքում հասցնում է ուղղակի ինչ-որ ճամփորդությունների գնալ, իհարկե հասցնում է նաև ինձանով զբաղվել, էական չի։ Ինչ էի բաց թողել կյանքում։ Այո, քեզ, սիրելիս, քեզ էի բաց թողել։ Չէ։ Միգուցե ինձ բաց էի թողել իմ հիերարխիայի մեջ։ Այո, քեզ այլևս իրական տեղում չեք պահում։ Այո, ես դուրս էի մնացել այս ամբողջ կմախքի այն ճիշտ տեղից, որտեղ պիտի ողը իր տեղը ունենար։ Այո, եւ ինքը շատ սիրուն տեղում էր։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ ես այդ 2 ամիս պարկած, հետո դրանից հետո արդեն վերականգնողական եւ այլն, ես իմ կյանքում ձեռք բերեցի մի շատ կարեւոր գիտակցություն, որ ամեն դեպքում մարդու համար ամենակարևոր արժեքը դա իր անձնական կյանքն է։ Անձնական կյանքը շնչեցի այստեղ ու ամենակարևոր բանը, ամենակարևոր դա ընտանիքն է։ Այո։ Եվ դրա համար հիմա երկուսում ենք։ Այո։ Եվ ես այնքան առաջին օրերին, գիտես, ինչքան ասենք սառնասիրտ էի, ոչ թե վայ, ես ինչ եղավ, ասում էի ինչ կարող ենք անել, ոնց դուրս գամ այս իրավիճակից, ինչ կարող եմ անել եւ այլն։ Համենայն դեպս անդադ հարց էի տալիս, ասում էի, լավ, բայց ինչի համար է սա ինձ հետ կատարվում, ինչ են ուզում ինձ ասեն, ու ինձ համար այդ մի հատ հրաշքեր ես ավելի ուշ հասկացա, որ լսիր արմատներդ արդեն չէիր զգում։ Այսինքն մեկը իմ կյանքում հենց այդպես աշխատեց։ Հրաշք։ Ու ինչ խորհուրդ կտամ ուղղակի այն մարդկանց, ովքեր իրենց անձնական մեկն են անցնում, ուսումնասիրեք ձեր տոհմածառը։ Հասկացեք, որտեղ են ձեր արմատները, հասկացեք, որն է ձեր ողնաշարը, վստահ հասկացեք, որքան ամուր եք կանգնած, հասկացեք, որքան ստրատեգիկ է ձեր մտածողությունը փարթամներ ունենալու առումով։ Ու դուք ուղղակի կջրեք այն 9 տարեկան ծառը, որի արմատը հենց կդնեք մեկում։ Ինչ լավ խորհուրդ էր, այնքան սիրուն խորհուրդ էր, որ իրականում նաև չգիտես ինչ ավելացնես, բայց ես գիտեմ ինչ ավելացնեմ։ Ավելացրու։ Չեմ կարող չավելացնեմ, հա։ Գիտես ըստ իս ինչ կատարվեց, որ ասում էր հիերարխիկ ամեն ինչը դրվում էր իր տեղում, ըստ իս հենց այդ պահին հիերարխիայում դու հասկացար, որ հիերարխիա գոյություն չունի, եթե դու չկաս։ Քո հիերարխիան գոյություն չունի, ամեն ինչը ոչնչություն է, եթե դու այդ պահին չկաս եւ դու վերջապես սկսեցիր
ինքդ քեզ գնահատել, ինքդ քեզ տեսնել, որ քո լինելը նաև մնացածի լինելն է։ Եվ ես նաև գիտես վատ առումով չէ, տես մեկը այո էգոիզմի մասին է, բայց մենք յուրաքանչյուրս եկել ենք որոշակի գործողություններ կատարելու, որոշակի միսիայով, հա, ինչպես որ ասում են, մեր միսիան այնքան կարևոր է, որ մենք ի վերջո ինչ ենք անում, չէ՞, մեր միսիայի ամբողջ էությունը ինչն է, որպեսզի մարդկության այդ մեծ ջրամբարում կամ չգիտեմ օվկիանոսում ի վերջո այն կաթիլը լինենք, որ ամբողջությամբ մաքրազերծվի, որ որոշակի բարի բաներ իրականում նաև հենց այդ սեր տարածողը հենց մենք լինենք։ Եվ հենց այստեղ, երբ որ ես եմ տեսնում նաև մեկի ազդեցությունը, ըստ իմ ընկալման, հա, դա այն էր, որ ի վերջո ես տեսա նաև, որ այդ ամբողջ այդ թոհուբոհի մեջ վերջապես դու զգացիր, թե որքան կարևոր է, որ դու լինես եւ որքան է քո ընտանիքը եւ քո ընկերները եւ քո շրջապատը առանց քեզ, ոնց ասեմ, չէ, առանց քեզ չէ, բայց քեզ գնահատում։ Ոնց ասեմ, քեզ որքան են սիրում, մենք բոլորս քեզ որքան ենք սիրում։ Մենք սիրում ենք մեզ, քո հետ։ Այո, ինձ պետք չէր դրանում համոզվել, ես գիտեի, որ ինձ սիրում են ու ես էլ իրենց էի սիրում, դու կողքից ես նայում վերլուծում, միգուցե նաև ինչ-որ ճշմարտություն կա քո ասածի մեջ, բայց ավելի շատ անձնական ու խիստ ներքին զգացողություն է, որովհետև ես ինքս դուրս էի թռել այդ հիերարխիայից, իմ ցանկությամբ, իմ կամքով, իմ պատասխանատվությամբ, ու այսպես տարին այդպես աշխատեց։ Այսքանը երևի թվերի մասին։ Եթե հնարավոր է, արի խոսենք, գիտես մի հայտնի միֆ կա, որ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են էզոթերիկայով, նրանք պարտավոր են գումար չվերցնել։ Օրինակ, ասում են, դե որ դու յոգա ես դասավանդում, կարող ես գումար չվերցնել։ Կամ չգիտեմ, ինչու մենք չենք գնահատում, կամ ինչու է այդ նմանատիպ կարծրատիպ տարածված, որ էզոթերիկան նաև պետք է գումար չբերի, հա, այսպես ասենք, բիզնես մոդել չլինի։ Այո, հոգևոր դաշտը բիզնես մոդելի մեջ չի։ Այո, եթե դու հոգևոր պրակտիկաներով ես ապրում, եթե դու համարում ես, որ դու հոգևոր զարգացածության ինչ-որ աստիճան ունես, նշանակում է դու պիտի նյութական առումով լինես ավելի ոչ ապահով վիճակում։ Իրականում դա միֆ է, որովհետև ես կարող եմ տարբեր հայտնի մարդկանց փորձով ասել, ես կարող եմ իմ փորձով ասել, մեկը մյուսին բացարձակ չի խանգարում, ընդհակառակը ասեմ ավելին, իմ հոգևոր տեխնիկաները եւ իմ պրակտիկաները, որոնք ես անում եմ, սովորում եմ եւ այլն, դրանք միայն դրական ազդում իմ բիզնեսի վրա։ Համենայն դեպս ներսի եղանակի վրա, բիզնեսի ներսի եղանակի վրա, ներքին միանշանակ դրական են ազդում, որովհետև ես ավելի հավասարակշռված եմ, ես ավելի անալիտիկ մտածողությունս միացած է, չնայած ես զրո անալիտիկա ունեմ մատրիցայում։ Համենայն դեպս ես փորձում եմ պատասխանատվություն վերցնել ինձ վրա եւ այդ տեսանկյունից ամեն ինչին նայել եւ նայել շատ սթափ ու սանասիրտ։ Ու եթե դու քո հոգևոր պրակտիկաների համար կամ քո ինչ-որ մարդկանց ինչ-որ բանով օգնելու համար, հա, որին դու տիրապետում ես ու փոխանցում ես այդ գիտելիքը որպես ուսուցիչ կամ օգնում ես որպես բժիշկ, որպես էներգոտեխնիկ կամ որպես թվային հոգեբան, ասենք, դու դրա դիմաց չես ստանում էներգիա, դա էզոթերիկայի մեջ համարվում է, որ էներգիայի շրջանառությունը փակվեց, դա բացարձակ փողի մասին չի։ Նշանակում է, որ դու էներգիայի ցիկլը պարզապես փակում ես, կտրում ես եւ միաժամանակ եւ քո գիտելիքն է արժեզրկվում աշակերտի մոտ եւ դու ես ինքդ արժեզրկվում, եթե դու չես ստանում դրա դիմաց էներգիա, բայց քավլիցի սա չի նշանակում, որ դու չես կարող օգնել մարդկանց կամ ինչ որ գիտելիքներ փոխանցել
բացարձակ անվճար կամ դրա դիմաց որևէ բան չուզելով կամ չսպասելով, չակնկալելով, որովհետև վերջիվերջո մեր առաքելությունը մարդկության, հա, կամ այն մարդկանց, ովքեր կանգնած են այդ ճանապարհի վրա ու փորձում են այդ ճանապարհով առաջ գնալ, որն է, որպեսզի մենք կարողանանք փոխել այս աշխարհը եւ կարողանանք մեր դրական ազդեցությունը այնպես տարածել այս աշխարհում, որպեսզի դրա արդյունքում մարդիկ նույնպես դրանով ողջևորվեն, տրանսֆորմացվեն ու դու սպասես դրա դիմաց, որ ինչ որ մեկը քեզ պիտի ասի շնորհակալություն կամ ինչ որ մեկը պիտի վճարի դրա դիմաց, բնականաբար ոչ։ Ուզում եմ ասեմ, երկու տարբերակն էլ իմ կարծիքով ընդունելի տարբերակ է։ Ամեն դեպքում շնորհակալության դեպքում էլ դա էներգիայի փոխանակում է։ Դա քո անձնական որոշումն է։ Դու այստեղ կարող ես անել լրիվ անվճար, մասսայական, այնտեղ կարող ես ասել, որ իմ ծառայությունը արժի այսքան եւ դու պետք է դրանից օգտվես։ Գիտես, ես նաև մի հետաքրքիր բան եմ նկատել, որ մոտավոր այսպես է, այն մարդիկ, ովքեր հատկապես ուզում են անվճար ինչ-որ մի բան ստանալ, կամ այսպես բարեգործության հիմունքներով այդ ամենը լինի, իրականում եթե նրանք այս էներգիան վերցնում են, ես այլ տեղից այդ էներգիան կորցնելու եմ, նրանք այլ տեղից, այլտեղ, հա, այդ էներգիան ծախսելու են։ Այսինքն դրա համար ուզում ես ասես, գիտես, ճիշտ կլինի, որ հիմա այստեղ բերես այս էներգիան, ես քեզ տալիս եմ այսքանը, որպեսզի ես չունենամ որևիցե ոնց ասեմ, խափանում, հա, այսինքն դժգոհություն, հա, իսկ եթե դժգոհություն ունեմ, իրականում ես լավ դրական բաներ չեմ ուղարկելու։ Բոլոր դեպքերում, եթե ներքուստ անբավարարվածության զգացողություն կա, դա անհաջող, անհարմար, ոնց ասեմ, նույնիսկ ֆիզիկայի տեսանկյունից, հա, իմ ուղեղը ուրիշ մտքեր է ուղարկելու դեպի այս դաշտ։ Այսինքն լավ կլինի, որ ի վերջո մենք կարողանանք այդ տալ վերցնել, ստանալ եւ փոխանցել, հա, այսպես դա լավ հասկանանք։ Հա, Նյուտոնը նաև Էյնշտեյնը շատ լավ բացատրել են էներգիայի հավասարակշռության օրենքը, դա երկրագնդի եւ ընդհանրապես տիեզերքի համար առաջին օրենքն է։ Այսինքն, որ ամեն ինչ պետք է հավասարության մեջ լինի։ Հա, այսպես։ Գիտես ինչ կարող եմ ասել, մենք ապրում ենք հիմնականում ակնկալիքներ ու սպասելիքներ ձևավորելով։ Շատ լավ բան ասացիք։ Ու ջախջախվում ենք դրա պատճառով։ Ես ինքս տարիներ լինելով հոգևոր տարբեր տեսակի պրակտիկաների մեջ, անդադ աշխատելով եւ իմ էներգիայի վրա, եւ իմ վիբրացիայի վրա, եւ իմ մտագործունեության վրա, այսպես ասած մտահորիզոնի վրա, միևնույն է, շատ դեպքերում ես ինքս սկսում եմ ակնկալիքներ ձևավորել տարբեր իրադարձություններից, տարբեր մարդկանցից ու ես ինքս էլ ջախջախվում եմ։ Իդեալական տարբերակը, իսկ այդ տարբերակը համենայն դեպս իմ կյանքի գոնե մի 80%-ը այդպեսին է, այն է, որ դու չես սպասում, չես հուսում, հույս չես դնում, ակնկալիք չունես։ Պարզապես գործում ես։ Պարզապես գործում ես։ Ուզում եմ ես քեզ հիմա այս պահին գլուխը ցավում է, հա, ձեռքս դնեմ գլխիդ եւ փորձեմ հանել քո էներգիան։ Ես ուղղակի դա կանեմ։ Ես ուրախ կլինեմ քեզ օգնել։ Ուզում եմ այս պահին քեզ կանգնեցնեմ, այսպես թավտամ ասեմ, մի հատ ուշքի արի։ Միգուցե դու իմ խորհրդի կարիքը չունես, եթե իհարկե եսին եմ, չէ, գիտակցության թվով։ Շատ դեպքերում կարող եմ առանց կանչելու գնամ։ Ուզում եմ ես այս պահին գամ քեզ ինչ-որ մի բան ասեմ, թավտամ ու սերդ ասեմ, լսիր, դու պետք չի լացես, դու աշխարհի ամենահրաշալի, ամենաֆանտաստիկ մարդն ես, Աստված քեզ սիրում է, դու Աստծո ամենասիրելի դուստրն ես։ Հասկանում ես, թե դու ով ես, դու ինչի համար ես հիմա տխուր, ինչու ես տանջվում, չգիտեմ, այս տղամարդու համար կամ այն գործի համար եւ այլն եւ այլն։ Ես կգամ կասեմ, ես չեմ սպասի, որ դրա դիմաց ինչ որ դու ինձ կասես, վայ, ապրես դու այսինչ լավն էր։ Ի վերջո նաեւ ակնկալիքները։ Այսինքն բոլորս վերջ-վերջո պիտի ձգտենք դրան։ Ու
բոլորս վերջի պիտի երևի հասնենք նրան, որ մենք դառնանք այսպես փոքրիկ լուսատտիկներ, հա, այս ամբողջ տեզերական տարածության մեջ, հա, որ նեյրոնային կապերով կապված ենք իրար, ու մենք դառնում ենք մի հատ մեծ լուսավոր արարչական սեր։ Դե էլ բան չի մնում իրականում այստեղ հարց տալու, ասելու, իրականում այնքան գեղեցիկ վերջանբան բերեցիր, բայց միջև ավարտելը ինչ է ուզում ասել, որ եթե կան մարդիկ, որոնք մեզ հիմա նայում են կամ կնայեն, նշանակում է, որ երևի այդ մարդկանց մոտ կամ իրենք տրանսֆորմացիայի ճանապարհի վրա են, կամ իրենք որոշակի մակարդակի վրա են, որ մեր էներգիաները համապատասխանում են եւ այլն, եւ իրենք մեզ հետևում են։ Շատ ժամանակ ես ինքս հավատալով, հա, այդ արարչական ուժին, հասկանալով, որ արարիչ կա վերևում, հասկանալով, որ ասենք իմ եւ քո կողքերում հրեշտակներ են, որոնք մեր ծննդյան օրից մեզ շրջապատում են ու մեզ հետ գալիս են, հա, հոգեվոր օգնականները արարչի, որ ուղղակի իրենք մեզ հետ են, որպեսզի մենք կարողանանք հեշտությամբ անցնել այս կյանքի ճանապարհները։ Այս ամեն ինչը շատ դեպքերում հասկանալով, միևնույն է, մենք ապրում ենք մեր սոցիալական ու առօրյա կյանքով։ Մենք ավտոմեքենա եղակին նստում ենք, մեր առջև կտրում են, սառույցը չեն մաքրում, բայց հետաքրքիր, բայց երկիրը լավ չի, երկիրը լավը չի, երկիր չի, Հիտլերը տեղում չի, հա, այդպես են ասում, չգիտեմ, բայց իրավիճակը այնքան հետաքրքիր է, այդպես չես նայում։ Այսպես այնպես կան ինչ որ գործիքակազմեր, որոնք ուղղակի պարզապես պետք է այդ պահին կիրառել ու դուրս գալ այդ վիճակից, դուրս գալ, որովհետև ցանկացած միտք, ցանկացած խոսք էներգիա է, հաճախականություն ունի։ Իսկ տեզերքը քեզ այդպես ընկալում է, ինչ հաճախականություն դու տալիս ես այս տեզերք, նույն հաճախականությամբ իրադարձություններ են գալիս քո կյանքում։ Այստեղ մի հատ պահ դադար անենք, այս հաճախականություն ասիր, այդ վիբրացիան, այդ տատանումը, որը ստեղծվում է, իրականում մենք կարող ենք նաև հենց այդ տատանման նաև տերը լինել եւ շուտով նաև նմանատիպ դասընթաց ենք դուրս անելու, դուրս բերելու, հա, մեր սիրելի ուսուցիչ Ամիտ Ջի հետ միասին Հայաստանում առաջին անգամ տեղի ունենալու սպանդայի վերաբերյալ ուսուցչական կուրս, վերապատրաստման կուրս, որտեղ սովորելու ենք հենց այդ գիտակցական մոտեցում, ինչպես այդ վիբրացիայի հետ, այո, ապրել, ինչպես մենք գիտեք շատ մակերեսային, դե լավ վարությունը արեցինք, գնացինք, արեցինք, հետո անընդհատ կրկնում ենք, ասում ենք ինչի է նույն վարությունը անում եմ անընդհատ, բայց նույն տեղում եմ, հա, այսօր էլ արեցի, վաղն էլ արեցի, հետո եթե չես անում, միանգամից դուրս ես թռնում, բայց հենց սա, այս թրթիռը ասեցիր, այս վիբրացիան ասիր, այս հաճախականությունը ասիր, հենց դրա համար հիշեցի, որ սրա մասին անպայման պետք է նշել, որովհետև ձև կա իմանալ, ինչպես տերը լինել այդ հաճախականության։ Ձևերը շատ են։ Այո։ Մեկը Ամիտը ինքը գտա, բազմաթիվ են, ով փնտրում է գտնում է, այսպես ասեմ, կարևորը որ հասունանա պահը, որ դու ցանկանաս կառավարել քո մտքերը ու քո կյանքը, ոչ թե քո մտքերը, ոչ թե արտաքին աշխարհը քեզ կառավարի։ Ես իմ միտքը որպեսզի շարունակեմ, մենք միևնույնն է ապրում ենք այդ արտաքին աղմուկի մեջ։ Այո։ Եվ միակ իդեալական ճանապարհներից մեկը, որը ես մինչև հիմա գիտեմ, բացի նրանից, որ քունը կամ ինչ որ տեղի ազդեցության տակ անջատելը, երբ որ վիրահատությանս գնում եւ այլն, ճանապարհներից մեկը դա ուղղակի ապրել ներսում, ապրել սրտում, ապրել այստեղից 4-րդ չակրայում։ Այո, այստեղից ասում եմ քեզ շատ շնորհակալություն, հարցեր ունեինք։ Փաստորեն ոչ մեկին հետաքրքիր չէր։
Ուրեմն մեկնաբանություններում եղեք ակտիվ, գրեք հարցերը, նաև այդպես կօգնեք, որ մեր լույս քաստը, որը ծրում է խավարը, մի փոքր ավելի առաջ գնա, եղեք նաև ակտիվ ձեր մեկնաբանություններում, ձեր լայքերում, նաև բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ես շատ շնորհակալ կլինեմ եւ դա նաեւ կմոտիվացնի ինձ շարունակել այս ծրագիրը, որը ամբողջությամբ Լույս Յոգա ստուդիայի եւ Լույս Յոգա ստուդիայի ընկերների հովանավորության տակ է։ Շատ շնորհակալություն Արմենուհի, կրկին հյուրը լինելու։ Ոնց ասեմ քեզ, շնորհակալություն։ Լսիր, մենք այստեղ նստել ենք, մարդկանց մոտ այնպեսի տպավորություն կլինի, որ մենք հենց այս ոդկասթի համար եկանք, հավաքվեցինք, երկուսով խոսում ենք։ Մինչդեռ կարելի է ասել, որ օրվա մեջ եթե ոչ 24 ժամ, 12 ժամ առնվազն իրար հետ շփվում ենք ու նաև ուզում եմ քեզ շնորհակալություն ասել, որովհետև գիտես մենք ապրում ենք այն հոգիներով, այն միջավայրով, որը մենք ստեղծում ենք մեր կյանքում ու որոնց հետ միասին մենք աճում ենք ու առաջ ենք գնում։ Ու այդ հաճախականությունները եթե համընկնում են, ուրեմն ոնց են ասում, մենք ուղղակի շահած ենք դուրս գալիս այս ամեն ինչից։ Ես ուղղակի ուզում եմ բոլորին մաղթել, որ անկախ նրանից ինչ կասեն ձեզ թվերը, անկախ նրանից ինչ կասեն ձեզ թվային հոգեբանները, անկախ նրանից թե ինչ կասեն, ինչ գործիքներ կտան ձեր ձեռքին, էզոթերիկները, տարբեր հոգևոր տեխնիկաներ սովորեցնողները կամ աստղաբանները պետք է գիտակցեք, որ գործիքը մեր ձեռքին կարող է դառնալ կամ օգտակար եւ օգուտ բերել մեզ եւ կարող է հակառակը դառնալ շատ վնասակար։ Եվ դուք կարող եք այդ գործիքը շատ յունիկ ու ունիվերսալ օգտագործել, որովհետև նույն գործիքը իմ ձեռքում մի ձևով կաշխատի, քո ձեռքում մի ձևով կաշխատի, մեկ այլ մարդու կյանքում մի ձևով կաշխատի։ Ուղղակի փորձեք սիրո էներգիայի վրա անել ամեն ինչը։ Փորձեք սիրո էներգիայի ու սրտի էներգիայի վրա ապրել, այն հավատով, որ Արարիչ մեզ բոլորիս բերել է այստեղ, որպեսզի մենք երջանիկ լինենք։ Այո։ Հանուն այդ երջանկության։ լինենք։ Շատ շնորհակալություն։ Սիրում եմ ձեզ։ Սրտից սիրտ։